Բարի լույս, սիրով լեցուն հետևորդներիս, թող առավոտը լինի լուսավոր, խաղաղ և օրհնված, սիրելիներս, այս ճանապարհով գեղեցիկ, գնում ենք մեր և ձեր սիրելի Ալայենց տուն, ձեզ էլ մեզ հետ տանում եմ, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, ծառերը արդեն լրիվ կանաչած, գեղեցկություն է տալիս այս ճանապարհին, սիրելիներս, այս մեր տան ճանապարհն է, որ գնում ենք դեպի մեր քաղաք կամ էլ Մոսկվա, ես սիրով ցույց եմ տալիս, սիրելիներս, եկեք միասին վայելենք այս ճանապարհի գեղեցկությունը, մինչև կհասնենք Ալայենց տուն, ձեզ ուրախ օր եմ մաղթում, միշտ լինեք ուրախ և առողջ։ Աջ կողմի վրա Մարինեից դպրոցն է, որ վերանորոգում են, խոստացել են, որ սեպտեմբերին Մարինկաս արդեն կհաճախի այս դպրոցը, տեսնում եք վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են։ Սիրելի հետևորդներ ջան, կրկին անգամ ողջունում եմ ձեզ բոլորին, արդեն տեղ ենք հասել, Ալայենց տունն ենք սիրելի հետևորդներ ջան, և հիմա ձեզ ցույց եմ տալու մի հատ հիասքանչ տեսարաններ, ծաղիկների գեղեցկություն, հմայք, ծաղիկների աշխարհում, սիրելիներս, ինչ գեղեցկություն է, ինչպիսի գեղեցիկ ծաղիկներ, հենց գեղեցկուհուն տեսեք սիրելիներս, ինչպիսի գեղեցկություն եմ բերել ձեզ, գերանն է սա էլ, բազմաշնորհ Ալլաս, շատ ցուրտ է, շատ, սիրելիներս, տեսեք ինչ գեղեցկություն եմ ձեզ ցույց տալիս, ուղղակի խենթանալ կարելի է, այս վարդին տեսեք, ինչքան հետաքրքիր է վարդը, սա էլ, շատ հետաքրքիր են այս վարդերը, գեղեցիկ գույներով և իրենց տեսքով յուրահատուկ վարդեր են սիրելիներս, հրաշալի գեղեցիկ ծաղկագորգ եմ բերել ձեզ, երբ նայում ես այս գեղեցկությանը, հոգիդ խաղաղվում է, հրաշք են, ուղղակի հրաշք, եկել են դրախտային հրաշք պարտեզ, սիրելիներս, գնահատեք այս հրաշք գեղեցկությունը, բաժանորդագրվեք, տարածեք, որ բոլորին հասանելի լինի այս հրաշք տեսարանը, այս հրաշք ծաղիկները, վարդաբույր օր եմ ձեզ ցանկանում, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, դրախտից վայելեք այս գեղեցիկ ծաղիկների գեղեցկությունը, ինձ հետ միասին, իսկական ծաղկունք եմ բերել ձեզ համար սիրելիներս, գույնզգույն գույներով հրաշք, բնության տված Աստծո ստեղծագործությունն եմ բերել բոլորիդ, վայելեք սիրելիներս, վայելեք այս գեղեցկությունը, տեսնում եք ինչքան գեղեցիկ ծաղիկներ է մշակել իմ և ձեր սիրելի Ալլան, շատ աշխատատար գործ է ծաղիկ մշակելը և նուրբ արվեստ է, Շամբերան է, հիշում եք, այն ժամանակ Շամբերան էինք ասում, գերան է սպիտակ, մի խոսքով շատ չարչարանք է պահանջում այս գեղեցկությունը, այս ծաղիկները, որը մեզ հմայք են տալիս սիրելիներս, բաժանորդագրվեք և լայքեք Ալայի ալիքը, սիրելի հետևորդներ ջան, այսօր Ալայի հետ շատ Ալան
զբաղված է, չենք կարող զրույց ունենալ հաջորդ անգամ, որովհետև արդեն սիրելիներս ծաղիկները վաճառում են եւ չի կարող ինձ հետ խոսել եւ վաճառել ծաղիկները։ Մյուս անգամ մենք էլ մի գավաթ կոֆե խմենք եւ դուրս գանք, ալայ գործերին մաղթենք հաջողություն, որ շուտ վաճառի իր այդ ձեռքի արարած, ստեղծած այս ծաղիկները, այս սիրուն այսեն սիրելիներս խառը տեսարանով ձեզ ասում եմ բարի լույս, բարի խաղաղ օրհնված օր բոլորի սիրելիներս, խառը վիճակ է, խառնաշփոթ վիճակ է, որովհետև գործ են անում սիրելիներս, նորից շինարարություն, նորից գործ, հիմա էլ արդեն անցել են փողոցի կողմը, ավազ են լցնում, բոջուրն են շարում, հետո որ քարերը շարեն, այսենց խառը ցրիվ-ցական վիճակ է, հետո կտեսնեք, թե ինչպես գեղեցկանա այս, տեսնում եք այս մասը, կմաքրենք, գործը վերջացնեն, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչ իր տեղը կդնվի եւ գեղեցիկ կլինի ավելի, այստեղ է ծաղիկներ են եւ ծաղկամաններ ենք բերել, որ դնենք ծաղիկները մեջը, որը կկախենք, որն էլ այսենց գեղեցիկ այս ծաղիկների նման կշարենք, այստեղ հոսանքի լարն է, գործ են անում, միքսեր են աշխատացնում, ցեմենտ ավազ են շաղաղում սիրելի հետևորդներ ջան։ Ինչպես եք, ես ոչինչ լավ եմ սիրելիներս, Փառք Աստծո, շնորհակալ եմ, որ շատ բարի ջերմ գրառումներ եք գրում սիրելիներս, բոլորիցը անհատական շնորհակալությունս եմ հայտնում, իսկ դուք ինչպես եք, գիտեմ, որ լավ եք եւ ցանկանում եմ միշտ լավ լինեք, առողջ լինեք եւ ուրախ լինեք, այստեղ էլ Գարուշիկս մեր աղբը հավաքեց, դրսից տնից տարավ, աղբարկը լցրեց, եկավ, հագնվել է, կազմը պատրաստ, սպասում է, որ ինչ ասեն, նա էլ անի, օգնի, օգնելու դերում է, Մարինկան տանը չի սիրելիներս, գնացել ենք թորնուհուս վերջին զանգը, Մարինես մնաց աղջկաս տունը, գիտեմ ասելու եք շնորհավոր, ես էլ սիրով ձեզ ասում եմ, շնորհակալություն բոլորիդ, անսահման շնորհակալ եմ սիրելիներս, իմ թանկագին, ջերմագին հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ եղանակը մթնդած, խառը, ամպերը սևացած, մռայլ եղանակ է, հեչ արևոտ եղանակ չի, բայց ինչ անենք, գործը պետք է արվի, կատարվի, վերջացնեն, որ գնան աշխատանքի։ Միքսերով ցեմենտ ավազն է հարում։ Քանի սարքի է։ Ես քիչ եմ սարքում, լավ չի խառնում, հետո սարքում եմ։ Ցեմենտ ավազին ավելացնում են, այդ ինչ ես ավելացնում։ Շեբյոնկա, Գարուշիկս պատրաստվել է, որ օգնի։ Ռամ ջան, էսի դիրել քարերի դրա։ Դա դու ձեռնոց հակի ձեռը չկերտում։ Մի շատ վերես է, Գարուշիկ, ասի մի քիչ քաշտա։ Լավ, թողնա։ Քիչ կբերի տղա։ Ահա, այստեղ էլ մեր առավոտվա կոֆեն եկավ, ցույց տուր մեր կոֆեն եկավ, դրեք սիրելիներս, ձեր կոֆեն միացեք մեզ, չէ, չունենք աթոռ, միացեք մեզ, խմենք առավոտվա կոֆե, համեղ կոֆեն առավոտվա։ Գարուշիկիս էլ դնեիր։
Գնացել ենք Ալայից տուն, Ալան է մեզ այս ծաղիկները նվիրել, սիրելիներս։ Չվերցես արա, Պետք է թող տնկենք։ ծաղիկները վերցնեմ, մեշոք յարդ վերցնենք։ Ծանր է, Գարուշիկ ջան, ուր ես վերցնում այդ մեծ ցեմենտի մեշոկը։ Ախ։ Դե մալամպ է գանք։ Պապին։ Այ երեխային պետք է փոքրուց սովորացնել աշխատասիրություն եւ ծնողին օգնել։ Նաեւ ծնողին օգնել, հարգել, ծնողի խոսքը լսել։ Սիրելի հետևորդներ ջան։ Սա էլ մեր կոֆեի սեղանը, սիրելի հետևորդներ ջան։ Աղաç չբերես հանգար։ Սիրելիներս, երեք գնացել ենք Ալայից տուն։ Ինչ գեղեցկություն էր, ինչ ծաղիկներ, գույնս գույն։ Ուղղակի հիացմունք եմ ապրել։ Խոսքեր չեմ գտնում այդ գեղեցկությանը ասել։ Ինչքան աշխատանք են կատարել հունվար ամսից մինչև այսօր, սիրելիներս։ Շատ դժվար է մանրամասը, մանրակրկիտ, շատ ամեն մի սացիլը դնել, հետո մեկ հաճի, երկու հաճի, 100 հաճի, 200 հաճի, շատ միլիոնից էլ ավել։ Ուղղակի չկարողացա Ալայի հետ նկարվել, որովհետև շատ զբաղված էին, արդեն ծաղիկի վաճառք էր գնում, շատ հերթ էր գոյացել, չկարողացա, որ իրար հետ նկարվենք, ուղղակի մի բաժակ կոֆե ենք խմել և դուրս ենք եկել, որպեսզի չխանգարենք իրենց առևտրին։ Եթե նստեինք, սիրելիներս, պետք է մեզանով զբաղվեին։ Հիմա այսքան ծաղիկ պետք է որոշենք որտեղ տնկենք, որովհետև սիրելի հետևորդներ ջան, մենք էլ չէ շատ ունենք ցանած, կդասավորենք, այսօր չի կարող հարցը, որովհետև քամի, մեկ էլ տեսար անձրև եկավ, ցուրտ է, վաղը տեսնենք եղանակը լավ լինի, ես համ կգամ հողամասով, կսպասի Գարուշիկ ջան, հողամասով ման կտամ ձեզ, համ էլ տնկի ծաղիկներն է ցույց կտամ ձեզ սիրով, սիրելիներս։ Հիմա կոֆեն խմամ։ Վերջացրեցի, սիրելիներս, մի քիչ էլ ցույց տամ ձեզ գործողությունը, ինչով են զբաղված, գնամ դրսի վարդը արդեն տեսեք, ուզում է բացվել։ Ինչքան կոկոմ կա։ Սա էլ փաթաթվող վարդ է։ Ստեղ էլ պետք է սարքվի, սիրելիներս։ Հիմա տեսեք, այսինչ բորջուր են շարում։ Հետո ստեղ ամբողջը քար է լինելու։ Այսինչ ավտոյի կայան նման տեղով, տեսնում եք լարը գցած։ Ծաղիկներ ծաղկել է սիրուն։ Ես էլ ծաղկանոց ենք։ Հա, ծաղկանոց է լինելու, ավելի գեղեցկանալու է։ Գաշի կաշկան պրես մի բեր, բոլա։ Նորո բարևի, բարևի։ Բարև ձեզ։ Ես բարված եմ։ Ես կոմով արի, Գարուշի։
Էս էլ գարուշիկսը ավազա Ալես գալի, վերում։ գարուշիկ այն կոմով արի։ Որտեղ նա չի կարա զատով գալ, պախնը մեջ։ Հիմա մի քիչ ձեզ հետ միասին քայլենք, սիրելի հետևորդներ ջան։ Մեկ անգամ քայլել ենք միասին այս մասով։ Հիմա շարունակում եմ քայլել եւ ձեզ ցույց տալ, թե ինչպիսի գեղեցիկ կանաչ ծառերը, տեսարան, հաճելի տեսարան, թթվածինը շատ, սիրելիներս, հələ եղևնիները տեսեք, ինչքան գեղեցիկ են, մենք էլ ենք ուզում դնել, բայց դե արդեն տոաներ ենք շարել, սրանք շատ մեծ են, սիրելի հետևորդներ ջան, շատ, եթե մեր այս դռան դեմը դնենք, սիրելիներս, կփակի ճանապարհը մեքենայի, դրա համար չենք դնում, հսկայական եղևնի է, շատ է բարձրանում, դրա համար մենք չտնկեցինք, տոաները ավելի գեղեցիկ են, սիրելիներս, Մարինկաս գա ու գնանք գետ ման գալու, որտև եղանակը արդեն 3 շաբթ օրվանից, սիրելի հետևորդներ ջան, փոխվելու է դեպի տաք, արևոտ, հələ այստեղ ցույց տամ իմ, ասել եմ չէ, որ աշխատել եմ բիվշի դիրեկտրի տունն է, դաչան է, հələ ծաղիկները տեսեք, իրիսներն արդեն սիրելի հետևորդներ ջան, ցույց եմ տալիս, իրեն փոքրիկ գեղեցիկ ծաղկանոցն է, շատ սիրուն ծաղկանոց է, շատ է սիրում մշակել, թե ծաղկանոցը և թե ջերմոց, բանջարեղեն, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչ էլ մշակում է, ահա, սա էլ մեր գեղեցիկ վայրը, այսօր տեսնում եք, ինչ սև ամպեր են կուտակվել, էլ ասելու չի, ճիշտը որ ասենք, հոգնել ենք այս անձրևներից, հոգնել ենք, հոգնել ենք, հոգնել ենք, ինչքան գեղեցիկ է ծառերը, սիրելիներս, հիմա ման եկա, սիրով ձեզ ցույց տվեցի, թե ինչպես է կանանչել ծառերը, այն ժամանակ որ ման եկանք, դեռ այդքան կանանչ չէր, մի փոքր իրար հետ քայլելուց եկա այս ծառի, տակ կանգնած եմ, այս ծառը շատ հինավուրց ծառ է, շատ հին, շատ մեծ ու հին ծառ է, իսկ հիմա գնանք տեսնենք ինչ են անում սիրելիներս մոտենալով ձեզ ցույց եմ տալիս, որ արդեն շարում է բորջուրը ամուսինս, գարուշիկս էլ կողքներին կանգնած է, որ ինչ, ասեն բերի, տանի, սարքի, տա, վերցնի, սիրելիներս դրսից ներս եմ եկել և ձեզ էլ ինձ հետ սիրով տանում եմ այն սենյակը, ննջասենյակը, որը կահավորել են և վերանորոգել են ամուսինս և որդիս, այս միջանցքը բաժանում են ննջասենյակների, տեսնում եք ինչքան գեղեցիկ միջանցք է, ինչքան գեղեցիկ պաստառներ է փակցված, դռները գեղեցիկ, իսկ հիմա գնանք ուղիղ այն դուռը, ահա մտանք ներս և մեզ դիմավորում է այս գեղեցիկ ծաղիկների բուկետը, արդեն պետք է կռահեք սիրելիներս,
թե ում ննջասենյակն է։ Այո, սա իմ կահավորված, համեստ, սպիտակ, գեղեցիկ, ներդաշնակ գույներով ննջասենյակն է։ Վարագույրները նուրբ, գեղեցիկ, ջահը գեղեցիկ, ամեն ինչը գեղեցիկ։ Ես եմ այսպիսի կահույք ցանկացել, ցույց եմ տվել, ես ընտրել եմ այսպիսի կլասիկ, համեստ կահույք, սիրելիներս։ Ամեն ինչի համար շնորհակալ եմ Աստծուց, ամեն մանրուքի փոքր բանի համար շնորհակալությունս եմ հայտնում Աստծուն։ Սիրելիներս, սա էլ իմ որդու հարսի նվերը կահույքը իմ ննջասենյակի և ինձ համար։ Շնորհակալ եմ հարսիցս և որդուցս։ Նուրբ ճաշակով համեստ ննջասենյակ է, սիրելիներս։ Սիրելիներս, այս գեղեցիկ, համեստ նուրբ բուկետը զարդարում է մեր ննջասենյակը, կապույտ ծաղիկներից մի անուշ բույր է գալիս, ամբողջ ննջասենյակով մեկ այդ ծաղիկների բույրն է տարածվել։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթելով ձեզ եղեք առողջ և օրհնված։ Սիրելիներս, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, սիրում եմ ձեզ։